Այժմ քվեարկության դրում քննարկված նախագծի փաթեթը վարման կարգով Հայկ Կոնջարյան համեցեք։ Արգելի գործընկերներ, ինչպես նշեց հարակից զեկուցողը, կառավարությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, գլխադասային հանձնաժողովը եւս դեմ է քվեարկել, ուստի մենք առաջնորդվելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն։ Քվեարկությանը դրվում Հայկ Սարգսյանին ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ գիծ ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 3, դեմ 57, ձեռնպահ 6, որոշումը չի ընդունվել, վարման կարգով Հայկ Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտ է, որ ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ, եւ ես վստահ եմ, որ մեխանիզմներ ներդրվելու են, որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում եւ լինեն հավասար պայմաններ բոլորի համար, ծառայությունից խուսափելը չլինի այդքան հեշտ եւ նաեւ չլինեն օրինական մեխանիզմներ, որոնք այսօր գործում են։ Միայն ցավում եմ, որ կարող է չհասցնենք մինչեւ ամառային զորակոչ եւ այս ամառ 2026 թվականի ամռանը զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել են ծառայությունից խուսափած կամ կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարած գումարներով։ Այսքանը, շնորհակալ եմ։